նույնիսկ այն հոգևորականները, որոնց հետ պայմանագրեր կնքվեցին, չեն այցելում։ Հետևապես Հայաստանի Հանրապետության տարածքում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի։ Մայրաթորը արդեն հայտարարել է, որ հաշվի առնելով այս կոպտագույն խախտումը պայմանագրի, որ առանձին անհատ հոգևորականների հետ են փորձում պայմանագիր կնքել, իդեպ դա էլ պետության մոտ ներկայացված կանոնադրության մեջ արձանագրված է եւ դարձյալ խախտում է։ Ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հոգևոր ծառայություն չի իրականացնում քրեակատարողական հիմնարկներում։ Սա թող իմանան հատկապես քրեակատարողական հիմնարկների ուրեմն եւ աշխատողները եւ ազատազրկված ուրեմն մեր եղբայրներն ու քույրերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կամ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին հոգևոր ծառայություն չի իրականացնում հայտնի պատճառներով։ Հիմա ես լսեցի, որ անհատների հետ կնքված այդ պայմանագրերի շրջանակում էլ այս պահին չկա այց։ Չեմ կարողացել ճշտել մեկ քահանայի պարագան։ Մնացած դեպքերում այց չկա։ Երևան կենտրոն հաստատ չկա։ Դուք կարող եք դա ավելի հստակ ճշտել, ուրեմն քրեակատարողական ծառայությունից։ Բայց իմ ասելիքը ուրիշ բան է վերաբերելու, սա նաև բնութագիր է։ Բնութագիր է այսօրվա իշխանությունների եւ այն պետական կառույցների, որոնք շրջանցելով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները սահմանադրությամբ եւ օրենքներով կատարում են հրամաններ, այսպես ասած։ Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, դա ինչ-որ կուսակցության կառույց չէ։ Լավ, պետական կառույց է, որտեղ Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցին վերջի 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ բանավոր պայմանավորվածությամբ։ Ու իդեպ ձեզ ասեմ, առանց չափազանցնելու, քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա ամենայն հայոց հայրապետին։ Ամբողջությամբ։ Անկախանալուց հետո ինքն է ձեռնարկել քահանայի այց նախ Կոշ քրեակատարողական հիմնարկ, ապա նաև մյուս քրեակատարողական հիմնարկներ 1993 թվականից սկսած 2003 թվականին արդեն որպես ամեն հայոց կաթողիկոս գրասենյակն է հիմնել ծառայությունը, պաշտոնականացրել է եւ դրանից մոտարապես 10-12 տարի հետո նաև պայմանագիրն է կնքվել։ Այս ընթացքում բազմաթիվ հոգևորականներ իրենց ծառայությունն են մատուցել քրեակատարողական հիմնարկներում, դուք գիտեք ինչպիսի խոցելի տեղ է դա, ինչպիսի կարևոր առաքելություն է։ Մեր խորին համոզմամբ այդ համոզումը ունեն նաև բազմաթիվ ժողովրդավար հռչակված երկրներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա եւ այլն, որ սոցիալականացումը հանցանքի մեջ մեղադրվողները եւ պատիժ կրողների դարձը շտկվելը հասարակություն համեմատաբար ավելի առողջացած վերադառնալու ուղիղ 50-ից 60%-ը հնարավոր է իրականացնել հավատքի ճանապարհով, եթե ոչ ավել։ Այսինքն հոգևոր ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում դա մեծագույն նպաստ է նաև պետությանը, հասարակությանը, մեր ժողովրդին։ Հիմա ինչ որ քմահաճույքներով պետական այդ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման։
հոգևոր խնամքի։